Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցում հայց աշխարհաժողով շարժման անդամ Էդգար Մակարյանն է, շնորհակալ եմ պարոն Մակարյան մեր հավերն ընդունելու համար։ Վերջին անգամ ամիսներ առաջ խոսում էինք սպասվելիք, այն ժամանակ սպասվելիք ընտրությունների մասին եւ ըստ էության այս պատկերը պլյուս մինուս տեսանելի էր, ինչ պատկեր կարող է ստացվել։ Հիմա արդեն երբ որ պատկերն արձանագրված է, անկախ եղած խախտումներից, չգիտեմ, վարչական ռեսուրսի կիրառումից, իշխանության այլ ապօրինի գործիքների գործադրումից, ինչպես է գնահատում ստացված պատկերը, խնդրեմ։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Նախ ես կուզենայի ընդհանրապես այս ընտրությունները եւ ընդհանրապես քաղաքական գործընթացները ինչ տեղի են ունենում Հայաստանում վերջի առնվազն 8 տարվա կտրվածքով բաժանել 3 կարևոր մասի՝ աշխարհաքաղաքական բովանդակության մեջ, ներքաղաքական բովանդակության մեջ եւ նաեւ ինչու ոչ նաեւ հոգեվոր բովանդակության մեջ, որովհետեւ վերջում հասկանանք ինչու է ամեն ինչ տեղի ունենում այնպես, ինչպես որ կա։ Հիմա նայեք, աշխարհաքաղաքական իմաստով սրա պրոյեկցիան կամ սրա գաղտնազերծումը կամ սրա հանրահռչակումը տեղի ունեցավ դեռ 2015 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթով, որտեղ նա գաղտնազերծեց, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության հետ մոտակա տարիներին։ Եվ դա գաղտնազերծում է մի գեր մեծ ծրագրի, աշխարհաքաղաքական մեծ ծրագրի, որի անունը հենց այդպես էլ կոչվեց Բաբելոնյան նոր աշտարակաշինություն։ Այսինքն հստակ ուրվագծվեց, որ Հայաստանը մտնում է աշխարհաքաղաքական մի գործընթացի մեջ, որտեղ կա հստակ մեծ պրոյեկտ, եւ այդ պրոյեկտը պետք է իրագործվի։ Եվ դրա համար լավագույն, այսպես իրավասահմանադրական հաստատումը տեղի ունեցավ ընդամենը մի քանի ամիս նույն թվականի դեկտեմբերի սահմանադրության փոփոխությամբ, այսինքն ստեղծվեց ամբողջ իրավասահմանադրական հիմքը հետագայում այդ այսպես ասած Բաբելոնյան աշտարակաշինությանը այսպես զինվորագրվելու եւ այդ գործընթացով գնալու։ Պարզ էր ու հասկանալու, որ այդ գործընթացը պետք է հետևեր 2018 թվականի այսպես ասած կեղծ հեղափոխությամբ, հետո դրան պետք է հետևեր 20 թվականի պատերազմը, հետո դրան պետք է հետևեր Արցախի հայաթափումը, այսինքն ամբողջական մի հսկայական ծրագրի փուլ առ փուլ այսպես գործընթացներ էր, որից հետո 23 թվականի Արցախի հանձնումից հետո արդեն Արցախը չկա, պետք է ասել հաջորդ փուլին, արդեն սա Հայաստանի Հանրապետությանն էր վերաբերվում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ազգը պետք է որդեգրվեր այս նոր Բաբելոնյան աշտարակաշինությանը։ Եվ հիմա այս մեծ աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, որը եկավ հանգեց արդեն հունիսի 7-ի ընտրություններով, շատ կարևոր էր հասկանալ, այս մեծ խաղադրույքը, որ դրված էր այս պրոյեկտը իրականացնելու համար, արդյոք ընդդիմությունը պատրաստ էր կամ համարժեք ձևով ուներ խաղաթղթեր դիմագրավելու այն մեծ պրոյեկտին, որը տասնամյակներով պատրաստում էր, որտեղ դրանից առաջ էլ արդեն, մի 2015 թվականից առաջ էլ պատրաստում էր այն սոցիալ-հասարակական հողը, որը պետք է բերեր 2018 թվականի բունտին, ոնց որ ասած, այսպես, այսինքն ժողովրդի մոտ ստեղծում էր այդ տրամադրությունը, նույնիսկ կարելի ասել փորձարկվում էր էլեկտրիկ Երևանով, փորձարկվում էր Մաշտոցի պուրակ, այսինքն անընդհատական այդ գործընթացները նախապատրաստում են, որ 2000 թվականը գծած կարագի պես տեղի ունենա, որը եւ այդպես էլ տեղի ունեցավ։ Այսինքն այս ամբողջ գործընթացի մեջ կարծել ուղղակի զուտ քաղաքական արդեն բովանդակությանն եմ գալիս, սովորական ընտրությունների տրամաբանությամբ կամ ընտրական մաթեմատիկայով գնալ ընտրությունների եւ կարծել թե կարելի է հաղթել, այսինքն 3 միլիոն բնակչություն, 2.5 միլիոն ընտրողներ, դրանցից ենթադրենք 1.5 միլիոն մասնակիցներ, 1.5 միլիոնից էլ կարելի է տանել 750,000 ձայն եւ դառնալ մեծամասնություն։ Հիմա այս պարզունակ քաղաքական հաշվարկը կամ ընտրական մաթեմատիկան կոզրերը, այսպես ասած, գտնվում էին խաղաթղթերը հաղթական իշխանության ձեռքում, որտեղ ինքը կարող է մանիպուլացնել այդ թվերը եւ ստանալ իր ուզած այդ 700 եւ ավել հազար ձայնը, ինչը եւ ստացավ։ Հիմա անդիմությունն էլ արդյոք ուներ բավարար ռեսուրս եւ արդյոք մոտեցել էր հենց այդ աշխարհակական գլոբալ պրոյեկտին հաղթելու տրամաբանության մեջ եւ արդյոք կարող էր հաղթել, թե ոչ։ Իրականությունը ցույց տվեց, որ իշխանությունը իր լծակներով շատ ավելի զորեղ գտնվեց, քան իշխանությունը, քան անդիմությունը, որտեղ այստեղ իշխանությունը նաեւ կարողացավ
օգտագործել այլ խաղաթղթեր, հատկապես օգտագործեց ընկնելով իր 2018 թվականի տարերքի մեջ, այսպես հա, սկսեց կրկնել իր այդ լոզունգները, կուլակաթափությունը, այսինքն ամբողջությամբ ընդդիմությունը գաղափարական որևէ նոր բան չբերեց, ուղղակի գնաց այսպես հականիկոլական այդ մեծ տրամադրությունը, որ հասարակական մեծ լայն զանգվածն ունի, տեսնելով ինչ է կատարում վերջի 8 տարիների մեջ, բայց բանից պարզվեց, որ այդտեղ ընդհանրապես խաղադրույք կատարելով հաղթելը շատ դժվար էր եւ տեսանք ինչ տեղի ունեցավ։ Եվ կարելի է գնահատել հետեւյալ մեր կողմից, որ մենք առաջարկում ենք, որ այս ճանապարհը լուծում չի, ինչու, որովհետեւ մենք հասկանում ենք, որ այս ճանապարհը էլի մերժելու տրամաբանության մեջ է, որը կարելի ասել այս 30 տարի այս պետությունը եւ հասարակությունը ամեն ընտրություն գնում է մերժելու տրամաբանությամբ։ Մենք միշտ առաջ ենք քաշում հանունի գաղափարը, որտեվ տեսեք, եթե խոսենք 2018 թվականից եւ դրանից հետո տեղ ունեցած գործընթացներից, որը հանգեց 3-րդ հանրապետության փակվելուն եւ 4-րդ հանրապետությունը իրանց այս հռչակածը, մենք ասում ենք, որ 3-րդ հանրապետությունը սրանք փակում են, այսինքն մերժում են, բացելով 4-րդ հանրապետությունը մենք հստակ դա բնութագրել ենք որպես հայկական ռեզերվացիա կամ արևմտյան Ադրբեջան պրոյեկտ, որ արդեն անթակույց է այսօր, մենք ասում ենք, բալա, այս ամեն ինչին հակընդդեմ, ինչ հայկական կոնկրետ նախագիծ կա, այդ աշխարհակահաղական բաբելոնյան աշտարակաշինությանը մենք ինչ ենք հակադրում, մենք պարզվում է ոչինչ չենք հակադրում, այս ընտրություններին էլ դարձյալ ոչինչ չհակադրեցինք, ընդհանրապես մերժիր, այսպես ասա, Սերժի Նիկոլին կամ ոնց ուզում եք ասեք, այլ բառ եթե չօգտագործեմ, տրամաբանության մեջ գործեցին եւ չմերժվեց, այսպես ասած, որովհետեւ ամբողջ քաղաքական լծակները, պետական ռեսուրսները իրենց ձեռքում են, ի հակառակ 2018 թվականի եւ պետական ռեսուրսները այստեղ ներողություն, ոչ թե ես համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը չմերժվեց, Նիկոլ Փաշինյանը մերժվեց, որովհեւ 50+-ը իրեն չի քվեարկել, բայց մենք ունենք Սերժ Սարգսյանի սահմանադրություն եւ ընտրական օրենսգիրք, որը այլանդակորեն թույլ է տալիս փոքրամասնություն լինելով առանց կոալիցիայի ունենալ կառավարություն, սա արձանագրենք, հա, որ արձանագրենք։ Հիմա բայց տեսեք, այդ մաթեմատիկան, այդ ընտրական մաթեմատիկան, որի մասին խոսում եմ, նայեք, այս պարագայում իմ կարծիքով բոլորը պարտվել են։ Ինչու են բոլորը պարտվել, որովհետև նայեք, նախ պարտվել է, կարելի ասել ամենաառաջին ում դուրը կգա կամ դուրը չի գա, ըստ իմը Հայաստան Դաշինքն է պարտվել, որովհետև եթե ինքը նախկինում ուներ շատ ավելի մանդատներ, ազգային ժողովն այսօր առնվազն 2.5 անգամ ավելի քիչ ունի։ Եթե վերցնենք Սամվել Կարապետյան, որ կարող է համարել, որ ինքն է հաղթել, որովհետև ընդհանրապես 1 տարվա մեջ մտել քաղաքականություն տարել է բավականին մեծ ձայներ, այսպես ասած մանդատներով ազգային ժողով, բայց մեծ հաշվով պարտվել, որովհետև իր խնդիրը մանդատ տանելը չէր, այլ իշխանափոխություններ, որը տեղի չունեցավ, ել չեմ ասում Գագիկ Ծառուկյանի մասին, որ պարտվել է, որովհետև լինել Հայաստանի այսպես ասած, հա, հարուստ մարդկանցից մեկը, ունենալ նաև քաղաքական որոշակի պատմություն, ազգային ժողովում մի քանի անգամ այսպես մանդատներ տարած եւ այսօր հարցի տակ անցնել չանցնելու եւ այսպիսի ոնց որ ասած հասկանալի որ ամեն ինչը ընտրախախտումներով, կեղծիքներով, դա ամեն ինչ հասկանալ է, բայց վերջի արդյունքներն ենք, չէ՞, մենք ֆիքսում։ Եվ ինչ չնայ պարտվել է իշխանությունը, որտեվ այո, մենք հասկանում ենք, որ այս ամեն ընտրությունը կատարվել է մեծ կեղծիքներով եւ ինքը լեգիտիմություն չունի ոչ այս առումով հանրային աջակցության առումով, անշուշտ նաեւ պարտվել է Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ, որտեվ կորցել իր սուբյեկտայնության աստիճան հենց այդ ընտրությունների կեղծիքի փաստով։ Այսինքն բոլոր կողմերը պարտվել են, բայց հիմա բոլոր կողմերն աշխատում են ցույց տալ, որ իրենք հաղթել են։ Բայց կարծում եմ մեջ հաշվով պարտվել ենք, որովհետև արդեն խոսում եմ ազգի, ազգաբնակության եւ Հայաստանի փիլիսոփայության մասին, որովհետև չառաջարկվեց Հայաստանի նոր տեսլական, որովհետև փաստացի 3-րդ հանրապետություն էս մարդիկ փակել են, փաստացի բացում են Արևմտյան Ադրբեջան պրոյեկտը եւ հայությունը Հայաստանում եւ հայությունը հավաքականապես չունի ապագայի պետականության իր տեսլականը։ Եվ այստեղ է որ մենք ասում ենք եկեք առաջարկենք այդ տեսլականը եւ հանունի գաղափարով միաբանենք ամբողջ հայությանը եւ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում եւ այդ ալիքը տանենք ընտրություններում հաղթելու։ Նորից թող լինեն նույն քաղաքական ուժերը, ամեն մեկը իր ընտրազանգվածով գնա, բայց նպատակակետը դնենք ոչ միայն մերժելը, այլ հանունի պետականության նոր մոդելը, նոր բանաձևը։ Անշուշտ հասկանալի է որ այդ մոդելը ինչ մենք առաջարկում ենք այսօր մեծ հաշվով կարող է ընկալելի եւ ընդունելի չլինել, որովհետեւ ինքը իր խորքի մեջ հոգեվոր բովանդակություն ունի եւ եթե հիմա թույլ տա կանցնենք հոգեվոր բովանդակությանը, ինչ է նշանակում։ Հիմա նայեք, Հայաստանի Հանրապետությունը այսօր բաժանված է առնվազն 3 մասի։ Ուրեմն, եթե թվեր ընդունենք, որ այդպիսին է, չմտածենք, կեղծվել է, չի կեղծվել, թողենք մի կողմ։ 700+ 1000 ընտրել է, իշխող թիմին 500,000 ընտրել է, ընդդիմությանը մնացած 2.5 միլիոնից առնվազն նույնքան էլ, այսինքն 1.3 միլիոն մարդ էլ չի մասնակցել ընտրություններին։ Ստացվում է այս 3 կողմերը անտագոնիստական
տրամադրությունների մեջ են, բոլորը բոլորին ատում են, եւ եթե հանգարց այս մասշտաբը, հանրապետության մասշտաբը փոքրացնենք եւ մտնենք մեր տուն, հանգարց կստեսի, որ յուրաքանչյուրի տների մեջ այդ բաժանվածությունը կա։ Այսինքն թշնամանքը, ատելությունը մտել է յուրաքանչյուր մեկի տուն եւ բոլորը բոլորին թշնամի են։ Մենք իսկ որտեղ է այստեղ լուծումը։ Իմ կարծիքով հիմա հոգեվոր աչքերով եթե նայենք, ինչ է ուզում նախախնամությունը մեզնից։ Ինչու է այս իրավիճակը ստեղծել մեզ համար։ Հիմա այստեղ պետք է Միքայել Սրբազանին հղում տա, որն ասում էր յուրաքանչյուր իշխանություն այո աստծուց է, բայց դա օրհնություն է թե պատիժ։ Հիմա այս պատիժը, որ տրվել է նախախնամության կողմից մեզ, ինչ է ուզում սովորացնել։ Սովորացնում ընդամենը մեկ բան, որ այն պետականությունը, Արցախ աշխարհն էլ ձեզ Դուք պետք է փոխվեք, այո որ չպատժվեք։ Այո, բայց ինչպես փոխվենք։ Այդ փոխվելը պետք է իր հոգևոր բովանդակության մեջ բերի նաև պետականակերտության նոր մոդել, պետականակերտության նոր մոդելը պետք է բերի հասարակական հարաբերությունների նոր ձևաչափ։ Այս ամբողջությունը եթե մենք պատկերացնենք, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Բայց բացի այն, որ մենք չենք ուզում փոխվել, դրա արդյունքում չգիտենք ինչպիսի պետականություն պետք է նոր կառուցենք, արդյունքում էլ չգիտենք ինչպիսի հասարակական հարաբերություններ պետք է ձևավորվեն։ Բավական մի քիչ ավելի բարդ եք մտքերը ներկայացնում։ Ազատետ Ադամյան շատ անգամներ խոսել ենք, որ պետք է վերացնել Նիկոլ Փաշինյան ծնող պատճառ, Այո։ որը մեր հասարակական հարաբերություններն են, մեր պետական ինստիտուտների վարք ու բարքն է կամ ում են ծառայում, որտեղ նույն այսօր տեսեք իրավապահ համակարգի մասին ենք խոսում, այսօրվա անդիմությունը, որը 3 իշխանություն էր, դժգոհում է իրավապահ համակարգից, ասում է ծառայում եք իշխանությանը, բայց մոռանում է, որ ժամանակին իրեն էր ծառայում այս իրավապահ համակարգը եւ այդ ավանդույթները դրված են եղել, այդ մարդիկ հիմա ուրիշ բան չգիտեն անել։ Բայց ոնց սկսել հիմա այս հավի ձվի պատմությունն է, որովհետև այդ փոփոխությունների համար ձեր ասած պետք չի ընտրել երրորդ համար, այլ պետք է ունենալ իշխանություն, որ դու հասարակությանը դաստիարակես կամ այդ մթնոլորտը ստեղծես, որովհետև եթե չունես իշխանություն ունեցողը, եթե հակառակ օրակարգն է սպասարկում, շատ ավելի հեշտորեն կարողանում է ճնշել այդ ձեր ասած օրակարգը։ Նայեք ինչն է խնդիրը։ Դուք ասեցիք քաղաքական բովանդակության տրամաբանության մեջ, իսկ հոգևոր բովանդակության մեջ, հոգևոր նախախնամությունը, արդյոք քեզ իշխանություն կտա, որ ինչ անես։ Այսինքն իշխանությունը տա ինչ անես, եթե դու չես ձևակերպել այդ հանունի գաղափարը, այդ իշխանությունը հանուն ինչի է ծառայելու, այսինքն այդ պետականության նոր ձևը կամ իմ ասած այդ բաժանվածությունը դու ո՞նց ես լուծելու։ Ինչ խնդրով ես լուծել, եթե ընտանիքների մեջ է անգամ։ Այստեղ մենք բերում ենք մեր տեսլականը, եթե դուք ասեցիք, որ Նիկոլը որպես հետևանքը ինչի։ Ես հիմա քաղաքական բովանդակության մեջ դուք գուցե ասեք, այս իշխանությունը ծնեց սրան, սա ծնեց սրան, վերջում էլ ծնվեց Նիկոլը, այո, դա քաղաքական ընթացքն է, բայց իր խորքի մեջ ունի ընդհանրապես մեկ պատճառ, որ Հայաստանի Հանրապետությունը, երրորդ հանրապետությունը իր ստեղծման իսկ օրից բռնեց անարդարության ճանապարհը։ Այսինքն այդ անարդարությունն է, որ իր բոլոր մետաստազներով տարածվել է եւ այսօր հասել է իր այսպես դրսևորման բարձրագույն ձևին ատելության թշնամանքի։ Այստեղ էլ ուրիշ հարց է գալիս, թե ինչ արդարության մասին եք խոսում, որովհետեւ եթե հիմա օլիգարխների տեսանկյունից նայենք, արդարությունը ուրիշ տեսք ունի։ Եթե մեր տեսանկյունից նայենք, ուրիշ տեսք ունի, եթե Միքայել Սրբազանի տեսանկյունից նայենք, այդ ճիշտ տեսանկյունն է, ոնց է հոգեվոր աչքերով պետք է նայենք, որովհետեւ եթե հոգերով աչքերով չենք, հիմա գամ ձեր ասացի բանաձևումը տանք։ Մարդը մեկն ինչ է այսօր հայտարարում, ասում է բոլորին նստացնելու, չէ՞, երրագլուխ պատերազմ նստացնելու։ Հիմա ի՞նչ է դա դրանով ուզում ասի։ Նախ մի քանի շերտեր կա այդ ասացի մեջ։ Նախ առաջերտին բավարարում է 730,000 քվեարկողների հա, այս զգացմունքային դաշտն է բավարարում, որ այ որ ինձ ձայն եք տվել, որ ես էլ ձեզ ասել եմ ես պատժելու, այս խնդիրն եմ լուծելու։ Ինչ որտեղ գուցե բավարարում է այն 500,000-ին, ովքեր ձայն էին տվել ընդդիմության, որտեղ ընդդիմությունից իրանց սպասելիքներ ունեն, սպասելիքները չարթարացան։ Դու ասում ես, որ տենց է, դուք էլ ձեր փողն էլ, ձեր ունեցածն էլ, ձեր ամեն ինչն էլ։ Մենք այլևս տեր չենք, որտեղ մենք ձեզ չենք տվել ձեր փողերի համար, մենք ձեզ ձայն ենք տվել, որովհետեւ դուք իշխանափոխություն արեք, չեք արել, ուրեմն այսպես։ Նաև ինչ որտեղ այսպես հոգու բավարարություն են մնացած 1,300,000 համար, ովքեր ընտրությանը չեն մասնակցել։ Ինչի՞, որտեղ նրանք ասում են մենք ճիշտ ենք, որ չենք մասնակցել, որտեղ վերջի տոկը այն էր լինելու, ինչ կա։ Այսինքն այս առումով եթե գնում ենք այդ արդարության տրամաբանության մեջ, հա, այս լուծումը այստեղ չի, լուծումը հոգևոր դաշտի մեջ է։ Իսկ հոգևոր դաշտը մեզնից ինչ է պահանջում։
նորից վերադառնում եմ Հայաստանի Հանրապետության ստեղծման իսկ օրվից, երբ որ այն չդրվեց արդարության ռելսերի վրա, այսինքն որ սա հայոց տուն է, Հայաստանի Հանրապետությունը հայոց տուն է, հայոց տան մեջ բնակվող ամբողջ ազգաբնակչությունը իրար եղբայրակից են։ Հետևաբար իրար եղբայրակից հայոց ազգաբնակչությունը Հայաստանի Հանրապետությունում համասեփականատեր է ողջ ազգային հարստության մեջ, հետևաբար այդ ողջ ազգային այն էլ սովետական միությունից ժառանգված այդ մեծ հարստությունը պետք է պատկաներ բոլորին հավասարաչափ։ Եվ որ սկսեց դրա խախտումը եւ անարդար վերաբաշխումը իրար մեջ եւ առաջացան այդ օլիգարխները, այսօր 30 տարի անց էլ այդ ժողովուրդն ուզում է որ օլիգարխը պատժվի, ինչի վրա եւ խաղաց Նիկոլ Փաշինյանը օլիգարխներին անընդհատ ճշտելով, Փաշինյանը արդեն օլիգարխ է դարձել։ Սա գիտեք, գալիս են քարոզչության մոտեցմանը, հիմա կարող ասնի մեկ սերունդ, հիմա Նիկոլ Փաշինյանին որպես նոր օլիգարխ սկսեն ատել։ Այսինքն խնդիրն այստեղ չէ, խնդիրը այդ արդարության, զգացողության եւ զգացմունքի գոյության կամ չգոյության մասին է։ Երբ որ արդարությունը չկա, ուրեմն լինելու է այն ինչ լինելու։ Հիմա ինչ էինք առաջարկում մենք եւ հիմա էլ ենք առաջարկում։ Չեք կարող այս տարաբաժանված հասարակության 3 այս հզոր շերտերին, հա, 1.2 կամ 1 քանից 700,000, 500,000 հաշտեցնեք իրար, սրանք քաղաքականապես իրար հետ չեն հաշտվել։ Ուզում եք իշխանությունը դուք վերցնեք, ուզում եք մեկ ուրիշը վերցնի, հաշտություն չի լինելու, սրանք անընդհատ իրար, առավել եւ որ դրսից անընդհատ հրահրվելու է, ֆինանսավորվելու է եւ այլն։ Հաշտությունը կայանում է միայն նորից վերադառնում եմ հոգեվոր դաշտի մեջ։ Հոգեվոր դաշտը փաստում է, որ սրանից 5000 տարի առաջ հայոց աշխարհը ժառանգված Հայկ Նահապետին տրվածներ նրա համար, որպեսզի դու քո հողին հայրաբար տեր լինես եւ հավասարաչափ բաշխես քո ուստերի ու դուստերի մեջ։ Այսինքն այսօր 3 միլիոն հայությունն է ապրում այս 30,000 քառակուսի կիլոմետրը, հավասարաչափ նա պետք է տեր լինի։ Հետևաբար խնդիր պետք է դրվի հոգեվոր եղբայրության ձևավորման, որը բերելու է քաղաքակրթական պետության նոր մոդել, որը մենք կոչում ենք արդարապետություն կամ արդարակարգ։ Առանց այս արդարության եւ արդարակարգի վերականգնման Հայաստանի երրորդ հանրապետությունը սպանած եւ դեպի արևմտյան Ադրբեջան գնացող Հայաստանի այս նորվա այս ռեզերվացիայից հնարավոր չի ազատագրվել, որտեղ մենք անընդհատ կգտնվենք քաղաքական շրջապտույտների ու մանիպուլյացիաների մեջ, մինչև այն պահ, երբ թուրքական կապիտալը կամ թուրքական ռազմաուժը կգրավի այս փոքր մի հողակտորը։ Այսինքն գերխնդիրը այսօր հայության արժև դնելու այն հանունի գաղափարը, իսկ հանունի գաղափարն ինչպես ասեցի, հոգևոր բովանդակության մեջ է, ինչու հոգևոր բովանդակության մեջ, որտեղ 200-300 տարի գոյություն ունեցող հանրապետականակարգությունները որպես քաղաքական գաղափարախոսական արդյունք դադարում են լինել այսօր, ինչու ցույց տալիս այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, որ քաղաքական կուսակցությունները, քաղաքական գաղափարախոսությունները, ժողովրդավարությունները, իրավունքները, այն ինչի վրա հիմնված է 200-ամյա հանրապետականակարգությունները փլուզվում են մեր աչքի առաջ մեր օրերում։ Հետևաբար, ինչպիսի նոր պետականակարգության ձև է գալու, դա ոչ մեկ չգիտի։ Մենք առաջարկում ենք արդարակարգային բանի մեջ, պետականակարգության մեջ ամենակարևոր սկզբունքների մեկն է, ինչպես ասեցինք, ազգային հարստությունը, ազգային սեփականություն։ Հետևաբար այս բանաձևի մեջ օլիգարխիկ ներկայացվածությունը չէր արդարացնելու այդպիսի մոդելի կայացումը, որովհետև օլիգարխիկ ձևաչափի մեջ գործում է իմ սեփականությունն է գերարժեք։ Մենք առաջարկում ենք հանրային ազգային սեփականությունը, որտեղ յուրաքանչյուրի սեփականությունը անձնավորված ֆիքսված է եւ ըստ այդմ նաեւ եկամտաբերության աստիճանով աճում է, այդպիսի սեփականությունը գերակա է մասնավոր սեփականության հանդեպ, չբացառելով մասնավոր սեփականության գոյությունը։ Այսինքն սա փիլիսոփայական մի նոր կատեգորիա, հասարակարգի ստեղծման, այսինքն հասարակարգաստեղծ մի նոր ձևաչափ է, որին պետք է անցում կատարի Հայաստանի Հանրապետությունը որպես նոր արդարակարգ եւ արդարապետություն։ Այստեղ է հարցը, որովհետեւ դուք տեսեք, ասում եք հրաշալի մտքեր, բայց խնդրեմ բերեք մի օրինակ, որ աշխարհում որևէ պետություն հնարավոր է եղել հասնել փոփոխությունների մինչև իշխանության փոփոխությունը։ Լավ, իշխանության փոփոխության են գալիս։ Հիմա նայեք, նորից գալիս ենք շրջանասյուր, այդ պտույտը անընդհատ կատարում ենք, նորից այս մանիվն ընկար իր փոսի մեջ։ Մենք ասում ենք, որպեսզի այդ փոփոխություն անենք, մեզ պետք է իշխանափոխություն։ Իշխանափոխության համար գնում ենք հերթական կամ արտահերթ ընտրությունների, գնում ենք հին երրորդ հանրապետության տրամաբանության մեջ եւ նորից չի հաջողվում։ Դուք հուշեք ուրիշ տրամաբանություն։ Մենք ասեցինք, տրամաբանությունը որն է։ Ուրեմն քաղաքական ուժերից դուրս, քանի որ խոսում ենք հոգեվոր բովանդակություններից, այս ամեն ինչին պետք է լիներ հոգեվոր գարանտ։
Այսինքն ձևակերպվում է հետևյալ տարբերակով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է անցում կատարի նոր արդարապետություն անցում կատարելու համար անհրաժեշտ է մեզ այս հասարակարգային փոփոխությունը, ժողովրդավարական այս եվրոպական մոդելից անցում կատարելու հին հայկական ավանդական աշխարհաժողովային մոդելին 21-րդ դարի 3-րդ հազարամյակի շնչին համապատասխան ձևով, հիմնադրամային տնտեսվարման մեթոդով, որտեղ հիմնադրամային տնտեսվարման մեջ 3 միլիոն ազգաբնակչությունը լինում էր որպես տեր եւ դրանից ստացվող եկամտի անձնավորված սեփականատեր։ Այս մոդելների անցման, այսպես ասած, ճարտարապետումը կատարում էր եւ հասարակությանը ցույց էր տրվում ինչպես հասնել դրան։ Եվ եթե երեք ուժեր ամբողջ այդ ես ուզում եմ ընթացքը հասկանալ։ Ընթացքն եմ, այսինքն մտնել ենք մենք, ասում եմ ընթացքը, շեշտում եմ հստակ ընթացքը։ Դուք խոսում եք մի բանից, ասենք մեր եթերից, հանրային հեռուստաընկերություն լրիվ ուրիշ բան ա։ Թող հանրային հեռուստաընկերություն։ Հասարակության հետ ո՞նց եք խոսելու։ Հանրային հեռուստաությունը իր Անհատապես մոտենալու եք խոսել։ Քարոզ Արշավ էին անում։ Քարոզ Արշավի մեջ ով գաղափարական խնդիր դրես բացի մերժելու այդ փիլիսոփայությունից։ Գալիս են որ կարելի է ընտրության մասնակցել, բայց սենց օրակարգ։ Այսինքն մենք ինչ ենք ասում, բերեք հանրային մեծ ալիք ստեղծեք, այդ հանրային մեծ ալիքը տարեք թող որ ընտրությունները հաղթի, ոչ թե մասնավոր այդ 30 տարվա փիլիսոփայության մեջ Նիկոլ Մերժելը, ասում ենք ստեղծեք նոր պետականության այդ տեսլականը, այդ հանունի գաղափարը եւ դուք ինքներդ էլ որպես քաղաքական ուժեր կամ քաղաքական հզորագույն թիմեր լծվեք դրա կառուցմանը։ Եվ դրա համար էլ նույնիսկ ասում ենք դուք մի եղեք դրա գարանտը որ դուք կանեք, որտեղ դուք քաղաքականապես կամ վարկաբեկված եք կամ եւ այլն։ Մենք պետք է իրերի դրությունը կարծում ճիշտ ներկայացնենք հանրությանը։ Հիմա Հայաստանում ստեղծված է պետական ինստիտուտների, օրենսդրական մակարդակով, հանրային տրամադրությունների կառավարման, մեդիա, կարծիքի առաջնորդների այս տեսքով ստեղծված է մի հատ միջավայր, որտեղ ձեր տրամաբանությամբ, եթե անգամ օրինակ ընտրության մասնակցում ես, նախ ես չեմ պատկերացնում, որ որևէ օլիգարխիկ կամ մեծահարուստի կամ նախկին իշխանավորի թիմ այս տրամաբանությամբ մասնակցի, որովհետև ինքը պետք է իրենից խոսի, իր սխալներից խոսի, որովհետև այդ սխալները եղել են։ Եթե մասնակցես, մաքսիմում ասենք լավ 2% տարած ընտրություններ։ Այսինքն գալիս է էլի միակ ճանապարհը հեղափոխությունը։ Չէ, որովհետև այս ամեն ինչը դասավորված է այնպես, որ ձեր ասածը չլինի։ Այսինքն ընտրական օրենսգիրքը ինչի է այսպես մտածված։ Սահմանադրությունը ինչի է այսպես մտածված։ Որի պարագայում երբ որ որը շղթայից դու չես կարող շղթայից դուրս չես գալու, նայեք, հեղափոխությունը որպես նորից մեթոդ ոչ մեկ չի բացառում եւ չի մերժում։ Բայց խնդիրը, եթե գնում ենք ընտրությունների փափուկ ճանապարհով, ելի եմ ասում, երբ որ մենք դուրս էինք գալիս քեզ պարտադրված օրակարգերից, իսկ այսօրվա ընտրությունները իշխանության կողմից պարտադրված օրակարգ էր, հենց այնպես օլիգարխիկ մարդկանց դեմքով, որին ինքը կարողանար իր 18 թվականի հեղափոխական, այսպես կեղծ հեղափոխական հիստերիայով մանիպուլացնել հասարակությանը։ Այսինքն դու ամբողջ քարտերը տվել ես իրան, որ ինքը քեզ հաղթի։ Հիմա այդ տրամաբանության մեջ չեմ ասում, որ կարելի է ընտրություններ հաղթել, ես ասում եմ այլ տրամաբանության մեջ էր պետք կազմակերպել եւ գնալ, հիմա գալիս եմ այլ հարցի, արդյոք դա հնարավոր էր թե չէ, ձեր տված հարցը, արդյոք դա հնարավոր էր թե չէ։ Եվ նախախնամությունը հենց այդ եմ ասում, ինչ է ցույց տալիս, ինքը ցույց է տալիս դա, որ եթե դուք չեք վերանայում եւ վերափոխում ձեր մոտեցումները պետականության, հասարակական հարաբերությունների հետ, լինելու է այնինչ լինելու է, իսկ եթե իմ ասած տրամաբանության մեջ գալիս էր, որ հոգևոր բովանդակությունը դառնում է առաջնային, այդ դեպքում այդ հոգևոր բովանդակություն կրողները արդյոք այդ օլիգարխներն են կամ մնացած քաղաքական ուժերն էին, թե ոչ։ Մեխանիկորեն դուրս է գալիս, որ ոչ, նրանք չէին դրա կրողը։ Հայաստանի Հանրապետությունում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որ կարող էր դրա, այսպես ասած, դրոշակակիրներ որպես նոր պետականակարգության տեսլականի կրող եւ դրա առաջնամարտիկ, բայց չխառնվելով քաղաքական, այսինքն իր կարգավիճակը ճիշտացնելով զուտ քաղաքական ասելու եք եկեղեցին։ Եկեղեցին ինքը որպես եկեղեցում էլ կա։ Նայեք, խնդիրի մասին չէ։ Տեսլականի մասին է, նոր պետականակարգության, նոր հասարակարգի ձևի։ Որ ասեք Միքայել Սրբազանը, ես կհասկանայի, որ ասեք եկեղեցին, բայց եկեղեցին տարբեր չէ։ Հիմա մի ներողություն, եկեղեցիա նաև բանը, ինչ էր այդ մարդու անունը։
Չէ, ես չեմ խոսում կոնկրետ ինչ-որ մեկի Չէ, անունով 10 սրբազանները եկեղեցի են, Չէ, եկեղեցի են։ խնդիրը նրան մասին չէ։ Եկեղեցու մեջ այդ մարդիկ հստակ դիրքորոշում են ցուցաբերել եկեղեցու դեմ մարտի դուրս գալու Նիկոլ Փաշինյանի հրահանգների կամ ուղեցույցների մասնակցությամբ։ Դրա մասին չի խոսք։ Խոսում ենք այն եկեղեցու, որում է հայոց քաղաքակրթական կոդերը եւ այդ քաղաքակրթական կոդերի փոխանցողն ու շարունակողն է։ Նրանց մեջ կարող ենք այո առանձնացնել կոնկրետ Միքայել Սրբազանին, ով ինչպես ասացի, կարող լիներ հոգևոր գարանտը, այսինքն եթե կարանք տեսուչ ասել կամ եւ այլն մեկ այլ բառ, ով երաշխավորելու էր, որ 5 տարվա կտրվածքով մենք այս կետից, այսինքն մեռնող երրորդ հանրապետությունից խուսանավելով արևմտյան Ադրբեջան կդառնալու այս դավադիր ծրագրից անցում կատարենք դեպի արդարապետություն։ Բայց այստեղ շատ հստակ էր պետք սահմանել այդ ամբողջ հանունին հասնելու ճանապարհային քարտեզը, այդտեղ լծվելու քաղաքական այն ուժերը, ովքեր ասելու են, այո, մենք մասնակցում ենք այս նախագիծը իրականացնելու համար, որից հետո մենք դուրս ենք գալու մեր դեմքերով այդ process-ից շարունակության դեպքում արդեն ինչ որ մանդատ գրավելու, տեղ գրավելու եւ այլն։ Այսինքն ինքնամաքրվելու ճանապարհ էր դանել, բայց նրանց կողմից դա ընդունելի չէր, Ձեր խոսքը, երբ որ սկսեցիք, ասացիք 2015-ից ասացիք, տասնամյակներից խոսեցիք, հա, իսկ ավելի ճիշտ չի վերցնել, այսինքն այն գործիքակազմը, որը օգտագործվել է Հայաստանում այս օրը բերելու համար, օգտագործել բարի նպատակով, այսինքն իրենք ինչ են արել, այսինքն տասնամյակներ շարունակ ամբողջ Հայաստանը ցանցավորել են, այսինքն ստեղծել են բջիջներ, չէ՞, ինչպես են օրինակ Եվրոպայում ակտիվացնում կամ пассивացնում ահաբեկչական բջիջներ։ Դրանք կան, բայց սպասում են հրահանգի երբ գործեն։ Հիմա արդյոք այս տրամաբանությամբ պետք է չգնա, որ այս այն ինչ դուք առաջարկում եք, այդ արդարապետության բջիջները պետք է դնել ամբողջ Հայաստանի պետական համակարգով հանրային շերտերում եւ ինչ որ պահի ուղղակի ակտիվացնել դրանք, որպեսզի այսպես բանը դառնա, այսինքն այդ X պահին այդ մարդիկ այդ բջիջները ակտիվանում են եւ վերցնում են իշխանությունը, որտեվ ուրիշ տրամաբանությամբ ես անկեղծ չեմ տեսնում այդ հնարավորությունը, որտեվ այդ հնարավորություն կացնահարվում է այլ դեպքում։ Դրա ճանապարհն էլ կա, իդեպ, որը հիմա պետք է սկսել։ Ինչու՞։ Հիմա պետք է սկսել, որտեղ երբ որ դու դա առաջարկում էիր 6 ամիս առաջ, ոչ մեկ քեզ չէր լսում, որտեղ բոլորը կարծում էին, որ հեսա հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ին վերջ իշխանությունը փոխված է, որտեղ ըստ իրանց մաթեմատիկայի 54 եւ ավել տոկոս իրանք էին տանում։ Ըստ թվաբանությունը տենց է իրանց մոտ գծած, չէին պատկերացնում հակառակը։ Հիմա ասենք ձեր ասած բջիջներին։ Իսկ ինչպիսին պետք է լինեն բջիջները։ Բջիջները պետք է լինեն, ինչպես ասեցի, որպեսզի անցումը կատարեն, նրանք պետք է ունենան այդ արդարությունը, խախտված արդարությունը վերականգնելու տրամաբանություն։ Իսկ սովորական մարդու մոտ սոցիալական արդարության այդ խախտված արդարության վերականգնումը մենք կարող է լինել այն դեպքում, երբ որ տեսնի, որ այն մարդիկ, ովքեր քաղաքական հավակնություն են, առավել եւս այն մարդիկ, ովքեր կարող են մեղավորեն, հա, այդ անարդարության մեջ եւ կուտակել են որոշակի օլիգարխիկ կապիտալ, այլ մարդկանց հետ Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ հայերի միջոցով ստեղծվում է այն հիմնադրամային մեծ կապիտալը, որը պետք է ներդրվի նման տարբեր գյուղերում, միջավայրերում, որոնք հենց հանդիսացան Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի մեծ մասը, ստեղծելու իմ ասած հիմնադրամային տնտեսության այն միավորները, այն բջիջները, որ դուք ասում եք, որը ստեղծելու է այդ արդարության զգացումը, որտեղ իրանք այդտեղ փայատեր են հավասարաչափության սկզբունքով։ Այսինքն, եթե խոսում ենք հիմնադրամային տնտեսությունից, խոսում ենք արդարապետությունից, խոսում ենք աշխարհաժողովային կառավարման մոդելից, արդյունքում նաև արդարապետության անցնելու այս ճանապարհից, այդ բջիջներն այսօր պետք է ստեղծել։ Եվ այդ բջիջները, եթե ասում ենք, չէ, օլիգարխի հիմա ինչ են անելու այս մարդիկ, մենակ մանդատներ վերցնելով են զբաղվածնելու, թե իրոք գնալու են համահայկական կապիտալ ձևավորելու, եւ այդ համահայկական կապիտալը կոնկրետ նպատակին ծառայեցնելու համար։ Եվ այդ կոնկրետ նպատակին ծառայեցնելու համար հանկարծ կպարզվի, որ ձևավորում են նաեւ համապատասխան կառավարման բջիջները, օղակները, որտեղ այդ մարդիկ եւ տնտեսության մեջ, եւ քաղաքականության մեջ, ինչու ոչ նաեւ դիվանագիտության մեջ եւ այլ ոլորտներում արդեն ստեղծում են բջիջները, որտեղ երբ որ գա X իրավիճակային պահ, հանկարծ կպարզվի, որ արկա իշխանությունից բացի ձևավորվում է մի նոր իշխանության որակ, արդեն կառույց,
որը կարա փոխարինի եւ փոխարինելու արդյունքում երկիրը չի քանդվի, այլ ավելին կունենա ամուր հիմքեր, որը կապահովի դեպի արդարապետության անցումը։ Եթե սրա վրա ավելացնենք, որ այո, կարող է նաեւ սրա մեջ այդ հոգեվոր առաջնորդության խնդիրը, առանց հոգեվոր առաջնորդության այս հարցը չի լուծվի։ Ինչու համար, որտեղ ելի եմ ասում, հոգեվոր դիրքերից նայելուց նախախնամությունը մեզ այս պատուհասի կամ այսպես ասած, իշխանությունը որպես պատիժ մեխանիզմը տրված է մեզ, որ անդադ մահակով մեզ ծեծելով բերի հասցնի խելքի, որ այլևս քաղաքական եւ գաղափարախոսական աշխարհը փակվում է, գալիս է հոգեվոր արդարակարգային դարաշրջան, կամ դու անցում կկատարես, կամ անցում չես կատարի, որտեւ եթե մինչև այս, այսինքն ենթադրենք քրիստոնեայության դարաշրջանում ծնվեց այսպես կրոնական բարոյագիտական դարաշրջանը, դրան հետո հաջորդեց քաղաքական գաղափարախոսական դարաշրջանը, այսօր այդ դարաշրջանն է փակվում։ Այդ դարաշրջանը փակվելուց հետո կամ մենք կգնենք նյոս տարկատիրական հասարակարգ, ինչը ճարտարապետում են բաբելոնյան որպես նոր աշխարհակարգ, կամ մենք կգնանք մեր հայկյան տրամաբանության մեջ եւ կծնենք հոգեվոր արդարակարգային մի նոր քաղաքակրթական մոդել։ Սա գեր հարցադրում է, հիմա նախախնամությունը մեզ այդ է ասում։ Իրան չի հետաքրքրում ոչ Նիկոլը, ոչ օլիգարխ, ոչինչ չի հետաքրքրում նախախնամությունը։ Նախախնամությունը քաղաքակրթական խնդիր է լուծում։ Դու անցում կատարում ես, թե չէ, որտեղ դու եթե անցում չկատարես, աշխարհի տերերը նյոս տկատիրական հասարակարգը արդեն ճարտարապետը բրծել է։ Ապագան որոշել է։ Արդեն որոշել են։ Հիմա դրա համար մեզ ծեծելով, այս դաժան փորձություններով տանում, ասում են խելքի եկեք։ Իսկ խելքի գալու ճանապարհը նաև ասում ենք անցում կատարեք հոգևոր արդարակարգային բանաձևի, այդտեղ եւ պետականակարգությունն է, եւ տնտեսակարգն է, եւ կառավարման մոդելն է, եւ ամենակարևորը հոգևոր առաջնորդության խնդիրն է։ Այսինքն այս ամեն ինչը մենք այս աշխարհաժողով շարժման շրջանակներում ճարտարապետում ենք, բարձրաձայնում ենք, հատորներով գրքերը գրում ենք եւ Աստծո առաջնորդության մոտակա ժամանակներս առնվազն մեկ գիրք, որը կոչվում է այսպես քաղաքակրթական պետության մոդել, կդնենք որպես գիտական հիմնավորում, կդնենք ինչ է հայությունը որպես արդարակարգային մոդել իր պետություն, քաղաքակրթություն ձևաչափի մեջ, քաղաքակրթական պետություն ձևաչափի մեջ, որտեղ ամբողջությամբ կներկայացնենք հայոց պետականակարգության նոր մոդելը ոչ միայն Հայաստանի Հանրապետություն, այլ ինքը որպես ցանցային ինքնակազմակերպման ու ինքնակառավարման սուբյեկտ։ Սա ամենակարևոր Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես շեշտում զրուցում էի Հայաստանի հայոց աշխարհաժողով շարժման անդամ Էդգար Մակարյանից, տեսություն կհանդիպենք։